ծիածանի 7 գույները մեկը մյուսին չեն փոխարինում, ինչպես օրինակ, սևը սպիտակին չի կարող փոխարինել, և բացի այդ 7 հիանալի գույները, հազարավոր երանգներ կան: Ամեն մարդ ունի իր նախընտրած երանգները, բայց ասեմ ձեզ, ես օրինակ սիրում եմ ծիածանի բոլոր 7 գույները և շատ ու շատ երանգներ: Երանգները հիմնականում շատ ու շատ երանգներ իրար փոխարինում են, բայց հազարավոր երանգներ իրար չեն կարող փոխարինել: Երանգները իրար փոխարինում են միայն այն դեպքում, երբ որ տվյալ հագուստը, որը որ պետք է կարենք, իր վրա ունի ինչ-որ նկարչություններ, ինչ-որ ծաղիկներ, գծեր, պատկերներ, այսինքն մեր այդ տվյալ հագուստը միատոն չի, միագույն չի, այդ դեպքում մենք կարողանում ենք որևիցե մի երանգ մեկը մյուսով փոխարինել: Սա այս մեծ գաղտնիքը, որ ուզում էի ձեզ բացել: Իմ հաջողության գաղտնիքներից մեկն է, որը որ ես կիրառում եմ կարի ասպարեզ ոտք դրածս օրվանից և ոչ մի անգամ վրիպումներ չեմ ունեցել: Ասեմ ձեզ, որքան էլ որ ուղիղ և հաճելի լինեն մեր տված կարերը, եթե թելը ճիշտ երանգ է ընտրված, անգամ աննշան փոքրիկ թեքվածությունները ճիշտ երանգի դեպքում չեն նկատվում: Մաքսիմում դրանց մասին միայն կարող ենք մենք իմանալ, որովհետև վարպետի աչքը շատ սուր է: Ռուսերեն ասած, «У мастера глаз алмаз», ռուսները այդպես են ասում: Դրա համար, սիրելիներս, նախընտրեք, որ ճիշտ երանգով կարեք: Սա էլ իմ մկրատների կոլեկցիան ոչ բոլորն ա, ինչ որ գտա դրանք ներկայացրի: Ամեն մի մկրատը մի բանի համար է նախատեսված: Ես օրինակ կոշտ կտորները մի մկրատով եմ կտրում, նուրբ կտորները մի ուրիշ մկրատով եմ կտրում և այսպես: Ձեզ լիքը հաջողություններ եմ մաղթում: